Հարգելի համագումար, ինքնիշխան խաղաղության և ինքնիշխան հանրապետության հարգելի պահապաններ, որովհետև ես հասկանում եմ, որ այլ քաղաքական ուժեր կարծեք թե չեն գնահատում, թե պատմական ինչպիսի իրավիճակում ենք ապրում և այդ նորից պատմական ծանր բեռը այդ մասին խոսելու դրված է Հայ ազգային կոնգրեսի վրա։ Ես պաշտոնի բերումով պետք է խոսեմ իրավական մեր անելիքների մասին, բայց չեմ կարող չանդրադառնալ մի շարք կարևոր հարցերի, որովհետև մենք ապրում ենք մի Հայաստանում, որտեղ թվում էր, թե 18 թվականից հետո իրավունքը, արդարությունը, արդարադատությունը պետք է բարձրանան մի այնպիսի մակարդակի, որին երազել ենք, և որովհետև պետության ղեկավարը մի մարդ է, որը ենթարկվել է հանիրավի քրեական հետապնդման, քաղաքական հետապնդման, անցել է բանտի մեջով, տեսել է մնացական Մարտիրոսյանի նման դատավոր և ենթադրվում էր, որ առաջի բանը պիտի մաքրեր այդ ավգյան և հաստատեր այդ համակարգում լրիվ նոր խաղի կանոններ։ Ինչ արեց նոր իշխանությունը։ Նոր իշխանությունը որդեգրելով դատարանների դռները փակելու անօրինական գործելաոճ, դատավորի բարձր պաշտոնի հասած մարդկանց, անկախ նրանց մասնագիտական կամ այլ տվյալներից անվանելով վնգստացող դատավորներ, Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիական պայմանագիրը որպես իշխող կուսակցություն դատական համակարգը որոշեցին ծառայեցնել իրենց քաղաքական շահի համար և մնացական Մարտիրոսյաններից փոխանակ կմաքրեին դատական համակարգը, մնացական Մարտիրոսյաններին տվեցին ավելի բարձր պաշտոններ, հնարավորություն տալով ստեղծել Մասիս Մելքոնյանների արդեն նոր սերնդի մնացական Մարտիրոսյանների ավելի կատարելագործված տեսակը։ Ես որպեսզի այդպես օդի մեջ չթվա իմ այս խոսքերը, օդի մեջ ասված խոսքեր չլինեն, մեկ-երկու փաստ եմ պարզապես ուզում ներկայացնել համագումարին և հանրությանը։ Միայն 224 թվականի մայիսյան դեպքերին ձերբակալվել են 220 մարդ։ Այս պահին տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով Հայաստանում քաղաքական մոտիվներով քրեական հետապնդման է ենթարկվում 70 մարդ, որոնց մեծ մասի նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց է կիրառվում։ Անցած տարվա ընթացքում 13 բարձրաստիճան հոգևորական է ձերբակալվել, որոնց մի մասի նկատմամբ նորից քրեական հետապնդման ենթարկվել, որոնց մի մասի նկատմամբ խափանման միջոցները եղել են երկարաժամկետ կալանքները։ Եվ այս բոլորը անգամ միջազգային կառույցները, այդ թվում նաև Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, Human Rights Watch-ը մի քիչ ավելի համեստ, քան ժամանակին էին ասում, այնուամենայնիվ համարել են, որ քաղաքական մոտիվացիան կա այս իբրև թե իրավական գործընթացներում։ Մենք իհարկե կարող ենք անընդհատ քննադատել այս իշխանությանը և ունենք դրա առիթն ու փաստական հիմքը և դրա համար կարելի է օգտագործել ինչպես ոսկեղենիկ հայերեն, այնպես էլ դասական լատիներենը, բայց կոնգրեսը կոնգրես չէր լինի, եթե այս իրավիճակում չունենար հստակ իրատեսական ծրագիր և լուծումներ։ Ես նորից ստրատեգիական ուղղությունները կնշեմ, որովհետև Հայ ազգային կոնգրեսը դեռևս 12 թվականին շատ մի մեծ դատական իշխանության բարեփոխման, դատական համակարգի բարեփոխման ծավալուն ռեֆորմ էր ներկայացրել, որը ասեմ, որ հենց այս պահին շատ արդիական է
Եվ հենց այսօր կարելի է Հայաստանում անցկացնել այդ նույն սկզբունքներով կամ ծրագրով ռեֆորմ։ Այնուամենայնիվ ես ստրատեգիական ուղղությունները կնշեմ։ Առաջի ուղղությունը պետական կառավարման նոր մոդել եւ արդարադատության հաղթանակ։ Ես կընթերցեմ, որպեսզի ավելի սահուն։ Պետական ապարատի արդյունավետության ճգնաժամը Հայաստանում անձնիշխանության հաստատման համար արկա ինստիտուցիոնալ հիմքերը արմատացած ինստիտուցիոնալ կոռուպցիան եւ կադրային լճացումը պահպանվում են ոչ թե կոսմետիկ շփումներ, այլ կառավարման ողջ համակարգի կառուցվածքային վերակառուցում։ Տեսեք 18 թվականից հետո իբրև թե նոր իշխանությունը եկել էր այդ կոռուպցիան ջարդելու, հա, այդ 50-50-ների դեմ պայքարելու, այն փոքր կաշառքները վերացնելու ինչի մասին անդադ թմկահարում էին, բայց այսօր մենք ականատես ենք լինում մի իրականության, երբ մեր աչքի առաջ 5 տարվա մեջ մարդիկ դղյակների են արդեն տեր դառնում, մեծ բիզնեսում են իրենց ուրեմն մասնաբաժինները ունենում եւ մի ավելի վատ երևույթ եղած բիզնեսին բերում քաշում են քաղաքականության մեջ, քաղաքական process-ների մեջ, դառնալով դրանց ուղիղ հովանավորները։ Ակնհայտ է, որ այս կոռուպցիոն սխեմաները ոչ թե նախկինում եղած այդ ինքնաբուխ, ինքնահոս կոմերցիոն բաներն են, այլ պետական մակարդակով կայացված սխեմաներ են եւ այդ կոռուպցիոն, այդ ֆինանսական հոսքերը ուղիղ հոսում են դեպի իշխանության ամենաբարձր էշելոններ։ Հաջորդ խնդիրը, որ Հայ ազգային կոնգրեսը մշտապես կարևորել է, դա կիսանախագահական կամ նախագահական խորհրդարանական կառավարման համակարգի վերադարձն է։ Մենք 44 օրյա պատերազմի ընթացքում համոզվեցինք, որ Հայաստանի համար մեր բոլոր այն զգուշացումները, որ նման վեճ ունեցող պատերազմական իրավիճակում գտնվող պետության համար կործանարար է խորհրդարանական համակարգի անցնելը, մանավանդ այնպիսի պայմաններում, երբ ցավոք սրտի մենք չունենք քաղաքական կայացած այդպիսի մշակույթ, որը կարող էր կառավարման նախագահական, կիսանախագահական համակարգը փոխարինել խորհրդարանական համակարգով։ Եւ թե պատերազմի ժամանակ այդ առաջացած ճգնաժամերը, թե կառավարման ոլորտում առաջացած մենք արդեն այս 7-8 տարիների ընթացքում տեսել ենք այդպիսի ճգնաժամեր, երբ որ պետական ամբողջ համակարգը կաթվածահար է լինում, որովհետեւ այս խորհրդարանական մոդելը չի կարողանում դրսևորել իրեն այս պայմաններում։ Հիմա այսօր այս պահին, երբ որ գնում ենք խորհրդարանական ընտրությունների, բազմաթիվ արդեն խնդիրներ ենք տեսնում, մենք գալիս ենք նորից այն համոզման, որ կոնգրեսի այդ վատ խաշաթը այս դեպքում էլ է աշխատում եւ կոնգրեսը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ Այնպես որ Հայ ազգային կոնգրեսի գլխավոր խնդիրներից մեկը, քաղաքական խնդիրներից մեկը լինելու է հաղթանակի պարագայում կամ հաղթանակից հետո անցնել կիսանախագահական համակարգի վերականգնմանը։ Դատական համակարգի մասին ես ցավով ասեմ, որ մենք մի քիչ լավատեսորեն ենք մոտենում, երբ որ ասում ենք դատական համակարգի ռեֆորմներ իրականացնել, դատական համակարգ Հայաստանում այլևս գոյություն չունի։ Դատական համակարգը Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ թե դատախազությունն է ինքը, թե քննչական մարմիններն է ինքը, թե դատարաններն է ինքը։ Եվ բոլոր որոշումները կայացվում են կամ կառավարության նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանից իջած հրահանգով կամ ազգային ժողովում այդ ամբիոնը օգտագործելով։ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանի հրահանգներով են գործում բոլոր այն մարմինները, որոնք պետք է ոչ այլ կերպ քան անկախ պետք է չլինեին։ Մեր իշխանության գալու դեպքում այս ուղղությամբ գլխավոր ուրեմն ռեֆորմը լինելու է կամ փոփոխությունը լինելու է
նախաքննական եւ դատախազական մարմինները գործադիր իշխանությունից ամբողջությամբ լիակատար ազատելու գործը։ Այդ մարմինները պետք է ամբողջությամբ ազատ լինեն գործադիրի որևէ հսկողությունից, որևէ ուրեմն միջամտությունից եւ գործեն անկախ, լինեն ավելի բարձր իշխանություն, քան գործադիր եւ խորհրդարանական իշխանությունն է, որովհետեւ նաեւ այս մարմինների անկախությունից է կախված լինելու գործադիր իշխանության օրինական վարկը կամ օրենսդիր իշխանության օրենքի մեջ տեղավորվելու պարտականությունը։ Ես կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը այս մասով երբեք ուրեմն հետ չի կանգնելու այս ծրագրերից եւ նաեւ կոչ եմ անելու մյուս քաղաքական ուժերին, ովքեր խորհրդարանում կանցնեն, այս ուղղությամբ կատարեն այսպես միասնական քայլեր գլխավոր նպատակին հասնելու համար։ Շնորհակալ եմ, հաջողություն բոլորիս։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։